Բարի երեկո, եթերում լուրերի թողարկումն է, առաջիկա րոպեներին դիտեք։ Ինքնաբացարկներ իշխանության և ընդդիմության շարքերում, ինչ կազմ կունենա նոր խորհրդարանը։ Ադրբեջանում ՑՄԱ հազատազրկման դատապարտված Դավիթ Մանուկյանը դիմել է վարչապետ Փաշինյանին, ակնկալելով դիրքորոշում իրենց մեղադրանքի վերաբերյալ։ Ամեն տեսակ դռներ ծեծել ենք, բայց սեզ չի լինի արդեն։ Անհայտ կորած զինծառայողների ծնողները իրենց նոր տեղեկություններ փոխանցելու համար կառավարությանը 7 օր են տվել։ Ուժեղ դմփոց եկավ, շատ ուժեղ եւ այդպես բաներ չէի լսել կյանքումս։ Երևանում մեկը մյուսին հաջորդած արյունալի կրակոցներ են հնչում, ինչու չի հաջողվում դրանք կանխել։ Համն էր, համել հոտ կար, մի ձևի հոտ ուներ այդ ջուրը։ Յուրեղավանցիները կրկին աղիքային վարակով հիվանդանոց են ընկել։ Պատասխանատուները միայն շտապում են իրենց կապը հերքել։ Միացյալ Նահանգներն ու Իրանը 9-րդ օրն է փոխադարձ հարվածներ են հասցնում, նավթի գներն աճել են։ Ինքնաբացարկի դիմումների վերջնաժամկետն ավարտվեց ու վաղը կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի 9-րդ գումարման խորհրդարանի կազմը։ Ընդդիմադիր երկու խմբակցություններից միայն մեկը Հայաստանն է հստակ ասել 12 падգամավորների անունները։ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանում մինչև վերջին պահը երկմտողներ կային վերցնել թե չվերցնել մանդատը։ Ինչ է հայտնի իշխանական թիմի մասին, մինչև ռեպորտաժը կներկայացնեմ, ասեմ 2018-ից բացառապես գործադիրում աշխատած վարչապետի աշխատակազմի դեռևս գործող ղեկավար Արայիկ Հարությունյանը որոշել է խորհրդարան գնալ։ Սիրելի քաղաքացի, Միացյալ Նահանգներում նախկին դեսպան ՔՊԱ-ական Լիլիթ Մակունցը հրաժարվել է падգամավորական մանդատից։ Նա ինքնաբացարկի դիմում է գրել։ Արդյոք սա նշանակում է, որ հաստատվում են լուրերն ու Մակունցը ղեկավարելու է վարչապետի աշխատակազմը։ Լիլիթ Մակունցից այսօր ճշտել չհաջողվեց։ Կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում, այսինքն կառավարության անդամների փոխվարչապետեր եւ նախարարներ։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդը արդեն հայտարարել է կառավարության ղեկավար պաշտոններում փոփոխություններ չի ծրագրում։ Աշխատակազմի ղեկավարի մասին ոչինչ չի ասել։ Մամուլը գրում է, որ Փաշինյանն իր մերձավոր թիմակցին Արայիկ Հարությունյանին վերանշանակելու մտադրություն չունի։ Այս տեղեկությունը մինչ այս պահը ոչ Հարությունյանն է հերքել, ոչ էլ Փաշինյանը։ Այսօրվա դրությամբ Արայիկ Հարությունյանը падգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել։ Ինքնաբացարկի դիմումներ են գրել ընդդիմադիր երկրորդ ուժից Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանից։ Խորհրդարան անցած 29 թեկնածուից 4-ը չեն լինի ընդդիմադիր խմբակցությունում։ Падգամավորական ցուցակի առաջին կին թեկնածուն Գոհար Մելոյանն է մանդատից հրաժարվել։ Ուժեղ Հայաստանի առանցքային թեկնածուն մինչ այս պահը չի պարզաբանել ինչու։ Ես համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենար, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ։ Ինքնաբացարկի դիմումներ են գրել նաև Արթուր Դանիելյանն ու Լիլիա Շուշանյանը։ Դանիելյանը Ազատության հետ զրույցում ասել էր, որ խորհրդարան չի գնա, բայց կուսակցությունում ակտիվ կլինի։ Հունիսի 7-ին գնում ենք փոփոխության, գնում ենք հայրենիք պահելու, գնում ենք համար 3-ը ընտրելով։ Ինչու չի ուզում ընդդիմադիր падգամավոր դառնալ ուժեղ Հայաստանի ակտիվ անդամներից Լիլիա Շուշանյանը, որ Փաշինյանի կառավարությունում պաշտոնյա էր։ Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք։ Հնարավոր է նրանք էլ պատրաստ չեն ընդդիմադիր падգամավորի կարգավիճակին, ինչպես իրենց առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Այսօր ճշտել չհաջողվեց, Ազատության զանգերին չարձագանքեցին։ Ժամանակն է եկել, որ անկարողներին փոխենք ուժեղներով։ Լիլիա Շուշանյանը մինչև իշխանափոխություն խոստացող Սամվել Կարապետյանին միանալը տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարարն էր։ Պաշտոնից ազատվեց 44-օրյա պատերազմի ավարտից 1 տարի անց։ Խորհրդարանական ամենամեծ ընդդիմության անցողիկ թեկնածուներից է նաև Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։ Նա կալանավորված Վարդան Ղուկասյանի փեսան է։ Առաքելյանն էլ չի վերցնի մանդատը, ինչ նստեության նշանակում է, որ նա հավանաբար չի թողնի Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը։ Միասին մենք կարող ենք։
Ինտրիգ չկա անդիմադիր Հայաստան դաշինքում։ Այստեղ անցողիկ տեղերից մանդատը չի վերցնի միայն դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 9-րդ գումարման ազգային ժողովի падգամավորները մանդատները կստանան վաղը կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ընդդիմադիր դաշինքներից մանդատների հետևից կգնան նրանց ներկայացուցիչները։ Նիկոլ Փաշինյանին բանտից դիմել է Ադրբեջանում ՑՄԱՀ ազատազրկման դատապարտված գեներալ մայոր Դավիթ Մանուկյանը, հորդորելով 2020-ի պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցրած վարչապետին դիրքորոշում հայտնել իրենց ներկայացված ագրեսիվ պատերազմ ծրագրելու և վարելու մեղադրանքների վերաբերյալ։ 15 տարուց մինչև ՑՄԱՀ ազատազրկման դատապարտված 15 հայերը վերաքննիչ դատարանում այժմ բողոքարկում են դատավճիռները։ Փաշինյանը մինչև այս պահը չի պատասխանել Մանուկյանին։ Նա արձակուրդում է, բայց դա չի խանգարում շատ ակտիվ լինել սոցցանցերում։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը ադրբեջանական բանտից դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Շուրջ 3 տարի գերության մեջ գտնվող նախկին բարձրաստիճան զինվորականը հորդորել է Փաշինյանին դիրքորոշում հայտնել իրենց ներկայացված այն մեղադրանքի վերաբերյալ, համաձայն որի իբրև թե Հայաստանն է պլանավորել ու նախապատրաստել 2020-ի 44-օրյա պատերազմը։ Չնայած, ինչպես Մանուկյանն է նշում, իրենք ներկայացրել են անհերքելի ապացույցներ և փաստեր, որ պատերազմը սանձազերծել է հենց Ադրբեջանը, և դա տեղի է ունեցել միջազգային հանրության աչքի առաջ։ Իդեպ Դավիթ Մանուկյանը իր հեռախոսային ուղերձում Փաշինյանին է դիմում ոչ որպես վարչապետ, այլ իբրև Հայաստանի քաղաքացի։ Քանի որ դուք եղել եք Հայաստանի Հանրապետության այս ժամանակ վարչապետը եւ միաժամանակ գերագույն հրամանատարը, ես պատերազմի պլանավորումը սկսում հենց այդ օղակից։ Հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային ներկայացնել ձեր դիրքորոշումը։ Հակառակ չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք կեղծ առաջ քաշված մեղադրանքների։ Դրանովից մեղսակի դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին։ Հույսով եմ, նախկինում ձեր գլխարկների վրայի անվանումը չի կորել։ Դավիթ Մանուկյանը գերեվարվեց 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի վրա ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո։ Նա այդ օրը իր կնոջ ու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ միասին փորձել էր մեքենայով հատել Հակարիի կամուրջը։ Նրանց ձերբակալել էին սահմանին։ Իդեպ Արցախի նախկին պետնախարար գերեվարված Ռուբեն Վարդանյանն անցած տարի ադրբեջանական բանտից հատուկ ներողություն էր խնդրել Մանուկյանի տիկնոջից, նշելով, որ եթե նա չլիներ իրենց մեքենայում, ապա Դավիթ Մանուկյանն այսօր ազատության մեջ կլիներ։ Если бы я не был в вашей машине, и мы не были вместе с вашим мужем, и с вами, Алвард, он бы сейчас был бы с вами. Извините меня, пожалуйста. Դավիթ Մանուկյանը, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է նաև 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, պատերազմից հետո արդեն 2021-ին ազատվել էր բանակից Հայաստանի նախագահի հրամանագրով, այսինքն գերեվարման պահին նա զորացրված զինվորական է եղել։ Ադրբեջանական բանտում շուրջ 3 տարվա գերությունից հետո առաջին անգամ իր հեռախոսային ուղերձում Դավիթ Մանուկյանը նաև հորդորում է Նիկոլ Փաշինյանին ասել, թե Հայաստանն ինչ դիրքորոշում ունի ադրբեջանական բանտերում պահվող հայերի կարգավիճակի վերաբերյալ։ Ցավալի է նաև այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է։ Ժամանակից ուղղության պատճառով ես այսքանը կխոսեմ, առայժմ ձեր հետ կիսվեց Դավիթ Մանուկյանը։ Դավիթ Մանուկյանի հարցադրումների մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանից արձագանք ստանալ չհաջողվեց, եւ վարչապետը եւ նրա խոսնակը այս պահին արձակուրդում են։ Այն որ 19 հայ գերիներին ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն շինծու մեղադրանքներով է 20-ից մինչև ՑՄԱՀ ազատազրկման դատապարտել, փաստում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը։ Իրավապաշտպանը նշում է, որ պաշտոնական Բաքուն իր բոլոր ռազմական հարձակումների ու ագրեսիաների ներառյալ 2022-ին ջերմուկ ներխուժելու համար պատասխանատու է կարգել Հայաստանին եւ իր իսկ կողմից սանձազերծած պատերազմների մարդասիրական հետևանքների ամբողջ բեռը դրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ուսերին անհատական պատասխանատվության տեսքով։ Բաքվում մեկնարկված յուրաքանչյուր հային առնչվող դատավարությունում որպես փաստ հրամցվել է այն տեսակետը, որ բոլոր մարտական գործողությունների մեկնարկողը, նախահարձակ լինողը եղել են հայկական զորքերը Հայաստանի Հանրապետության իշխանությունների ղեկավարության ներքո։
Արցախի ղեկավարներին, նաև Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքներում ներառնված է ագրեսիվ պատերազմ նախապատրաստելը եւ արելը։ Այս տրամաբանության ներքո ներկայացվում է, որ 2016 թվականին, 2020 թվականին, 23 թվականին նախահարձակ է եղել հայկական կողմը։ Հետաքրքրական է, որ ջերմուկի դեպքերը եւս ներկայացվում են որպես Հայաստանի կողմից մեկնարկված պատերազմ։ Սիրանուշ Սահակյանը նշում է, որ ադրբեջանական ագրեսիայի եւ նախահարձակ գործողությունների վերաբերյալ տարբեր միջազգային կառույցների եւ երկրների կողմից արված հայտարարությունները նույնպես փաստում են, որ հայ գերիների դեմ հարուցված գործերն ու դատավճիռները ոչ մի կապ չունեն արդարադատության հետ, քանի որ Բաքուն կեղծում է ողջ պատմական ճշմարտությունը։ Նույն 22 թվականի ջերմուկի դեպքերի առնչությամբ մենք ունենք անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշում, որը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Իդեպ, չնայած Հայաստանին ներկայացված ագրեսիվ պատերազմ պլանավորելու մեղադրանքներին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցած 6 տարիներին բազմաթիվ անգամ հրապարակավ հայտարարել է, որ հենց Բաքուն է որոշել ռազմական ճանապարհով լուծել իր տարածքների վերադարձի հարցը, գործի դնելով այսպես կոչված մեջբերում եմ երկաթյա բռունցքը։ Օրերս էլ Մարտակերտում սպառնաց, եթե պետք լինի, նորից կդիմեն նույն մեթոդին։ Կարծում եմ այլևս անհրաժեշտություն չի լինի, բայց երբ անհրաժեշտ լինի, բոլորը պետք է իմանան, որ երկաթե բռունցքը գործի կդրվի։ Ադրբեջանական բանտերում պահվող 19 հայ գերիները բացառությամբ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դիմել են վերաքննիչ դատարան, բողոքարկելով իրենց դեմ կայացրած վճիռները։ Բողոքարկումն, ինչպես նշել էր Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ձևական բնույթ է կրում, որևէ սպասում չունեն ադրբեջանական արդարադատությունից, պարզապես այդ քայլով ճանապարհ են հարթում դեպի միջազգային դատարան։ Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներով եւ իր ընդդիմախոսներին բանտեր նետելու պրակտիկայով հայտնի Ադրբեջանը մերժում է 15 հայ գերիներին տրամադրել անգամ իրենց դատավճիռները։ Կառավարության շենքի առջև հավաքված անհայտ կորած զինծառայողների ծնողները նոր տեղեկություններ էին պահանջում իրենց զավակների որոնողական աշխատանքների մասին։ Իշխանության անգործությունից դժգոհող ծնողները 7 օր ժամանակ են տվել գործադրին, որից հետո պնդել են սպիտակ դրոշով ավտոերթով կգնան հայ-ադրբեջանական սահման։ Ուզում են կապ հաստատել անհայտ կորած ադրբեջանցիների հարազատների հետ իրար հետ տեղեկություններ փոխանակելու համար։ 44-օրյա պատերազմից հետո անհայտ կորել է շուրջ 200 զինծառայող, 90-ականների սկզբից մոտ 1000-ը։ Ադրբեջանը շուրջ 4000 անհայտ կորածի հարց է բարձրացնում։ Ամեն տեսակ դռներ ծեծել ենք, բայց սեզ չի լինի արդեն։ Հոգնել ենք, մենք էլ ենք մարդ, ծնող ենք։ Քանի որ արդեն 6 տարի մենք մեր իշխանություններից ոչ մի դրական փոփոխություն անհայտ կորածների ճակատագրի հարցում չենք ունեցել, ճիշտ ասած հույսել չունենք, որ կարող է ունենանք, բայց մեծահոգաբար իրանց մեկ շաբաթ ժամանակ ենք տրամադրում այսօրվա իշխանությանը, որ մեր երեխեքի հարցում, անհայտ կորածների հարցում մեզի հստակեցում ինչ-որ մի որոշակի դինամիկա դրական ասեն, մեզի ասեն։ Եթե չէ, այս մի շաբաթվա ընթացքում իրանց կողմից մեր այս բանին չլավ պատասխան, մենք արդեն սկսելու ենք, մենք ծնողներով որոշում ենք, որ գտնելու ենք մեր խողովակները։ Մենք գիտենք, որ Ադրբեջանում էլ կան մարդիկ, մեր կարգավիճակի մեջ մարդիկ, որոնք արդեն 90-ական թվականներից ունեն իրանց անհայտ կորածները։ Մենք փորձելու ենք իրանց հետ խողովակ գտնել, փոխադարձ աշխատելու։ Մենք ստեղ մեր ուժերով իրանց անհայտ կորածների ճակատագրով հետաքրքրում ենք, քանի որ իրանք չեն կարող անցնել, իրանց երեխեքով մենք էլ չենք կարող այդքան կնդե։ Բայց այդ երեխեքի ճակատագրի չի կարող մնա սենց անվերջ, անորոշ։ Այսինքն որոշել ենք, որ գնալու ենք հակառի կամուրջի ուղղության վրա։ Փորձելու ենք Ադրբեջանի այդ կարգավիճակ ունեցող մարդկանց հետ լուբոյ տարբերակով կոնտակտի դուրս գալ, այսօր 21-րդ դարն է, այսօր մեյլ կա, այսօր տարբեր հնարավորություններ կա։ Կարծում եմ, որ մենք ավտոերթով կգնանք մինչև տեղ գյուղից էլ արդեն
դեպի հակառի կամուրջ արդեն քայլերթով կշարժվենք։ Հույսները սրանցից կդրել ենք։ Ես համոզված եմ, որ Ադրբեջանում էլ են այդ մարդիկ իրանց հույսները կդրել իրանց իշխանություններից, որտեղ մարդիկ 30 տարուց ավել իրանց հարազատից տեղեկություն չունեն։ Պետք է մի հատ արեք Էդ մենք էլ պետք է հասկանանք, որ էդ է դժվար այդ մարդկանց 30 տարի չունեն։ Հիմա որ թեկուզ ոսկորները գտնենք մի տեղից տանք, դենք անեն, տենան, որ էս իրանցնա, էլի չէ, այդ մարդկանց հոգիները կխախանդվի մի քիչ, նույնն էլ մենք ենք ուզում։ Հրապարակվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների գնահատականը Բագրատ Սրբազանի և մյուսների ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործի վերաբերյալ։ Այստեղ մտահոգություններ են հնչում։ Գնահատականները խորհրդատվական բնույթ ունեն, բայց Բագրատ arczepiskopos-ի փաստաբանը կարծում է, հենց այս հեղինակավոր կառույցի դիրքորոշումն է հանգեցրել Սրբազանի կալանքը տնային կալանքով փոխարինելուն, ինչը դատարանը դրանից 2 ամիս առաջ մերժում էր։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի մանդատով գործող փորձագետները կասկածի տակ դնելով Սրբազան պայքարի դատական գործ մտահոգություն են հայտնում, որ Բագրատ arczepiskopos Գալստյանյանի առաջնորդած Սրբազան պայքարի անդամների նկատմամբ քրեական հետապնդումը, նրանց ահաբեկչություն ծրագրելու համար մեղադրելը, ազատազրկելը եւ 2024-ի հունիսին ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումն ու տասնյակ քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելը կարող են հակասել մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը ստանալով պաշտպանական կողմի դիմումը ուսումնասիրել է Սրբազան պայքարի գործն ու ընդգծել, հունիսի 12-ին ազգային ժողովի հարակից տարածքում ուժի գործադրումը կարող է դիտարկվել որպես կյանքի իրավունքը հարգելու պարտավորության խախտում։ Միջազգային իրավունքի խախտում կարող է լինել նաև հարուցված քրեական գործն ու Սրբազան պայքարի անդամների նկատմամբ կիրառված սահմանափակումները, ընտրված խափանման միջոցները։ Փորձագետները նաև մտահոգիչ են համարում պաշտոնյաների նրանց մեղավորության մասին պնդումները, ընդգծելով դա կարող է խախտել անմեղության կանխավարկածը։ Երբ անցած տարի իրավապահները հայտնեցին այս գործի մասին, իշխանականները բառի սպուն իմաստով իրար հերթ չտալով Բագրատ arczepiskopos Գալստյանյանին եւ նրա առաջնորդած շարժման այլ գործող անձանց ահաբեկիչներ էին անվանում։ Երբ որ այդպիսի բան է պլանավորում, այդ բոլոր խմբավորումներին պետքա օրենքի ողջ խստությամբ չեզոքացնել եւ տանել նստացնել Նայիրի Հունանյանի կողքը, որովհետեւ իրանք Նայիրի Հունանյանից ոչ բանով չեն տարբերվում։ Կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից այս գրությունը մայիսին են Հայաստանի կառավարությանն ուղարկելու հարցեր ուղղել։ Արդյոք իրավապահները քննել են ուժի գործադրման միջադեպը, ինչ արդյունքներ են եղել եւ ինչ են արել իշխանությունները նման դեպքերը կանխելու համար։ Փորձագետները խնդրել են բացատրել, ինչպես են մեղադրյալներին վերագրվող գործողությունները ահաբեկչություն տերմինով կոչել, երբ մեջբերեմ միջազգային լավագույն փորձի համաձայն ահաբեկչության մեղադրանքները պետք է սահմանափակվեն այն գործողություններով, երբ դիտավորությամբ մարդկանց են սպանել կամ ծանր վնասվածքներ հասցրել։ Կարճ ասած, ՄԱԿ-ը Հայաստանի կառավարությունից պարզաբանումներ է խնդրել։ Բացի այդ, հորդորել են միջոցներ ձեռնարկել ենթադրյալ խախտումները վերացնելու եւ դրանց կրկնությունը կանխելու համար։ Այս գրությունը Երևան են ուղարկել մայիսի 11-ին։ Շաբաթներ անց հունիսի 4-ին դատարանը որոշեց շուրջ 1 տարի ազատազրկված Բագրատ arczepiskopos Գալստյանյանի խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով։ Նա կարողացավ դուրս գալ դատարանի դահլիճից։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին Բագրատ arczepiskopos Գալստյանյանի ու մյուս 17-ի փաստաբանական թիմից Տաթևիկ Սողոյաններ դիմել։ Նա ուղիղ կապ է տեսնում կառավարության ստացած գրության ու Գալստյանյանի խափանման միջոցը փոխելու որոշման միջև։ Այն մեսիջը, որ ներառված էր, որ առերևույթ Պարզա չէ, որ այստեղ ահաբեկչության հետ կապ չունի եւ այդ հստակ գնահատականները, որ արդեն իսկ հնչեցրել են ՄԱԿ-ի կողմից, այսպես սառը ցնցուղ են եղել Հայաստանի իշխանությունների համար, ինչը այսպես հանգեցրել է նաև խափանման միջոցի փոփոխության։ Գործադիրը ՄԱԿ-ի փորձագետների գրությանը պատասխանել է մի քանի օր առաջ, հերքելով բոլոր մեղադրանքները։ Պնդում են 2024-ի հունիսի 12-ին ընդդիմադիր ցուցարարների դեմ ոստիկանության գործողություններն իրավաչափ անհրաժեշտ եւ համաչափ են եղել։ Վստահեցնում են, թե Սրբազան պայքարի անդամների նկատմամբ ահաբեկչություն կազմակերպելու գործն իրավապահները նախաձեռնել են ոչ թե քաղաքական, կրոնական պատկանելիության, իշխանությունների հասցեին քննադատության կամ խաղաղ հավաքներ
կազմակերպելու համար, այլ երկարատև նախաքննությունից հետո ձեռք բերված ապացույցների հիմքով, որոնք պարունակում են քրեական օրենսգրքի ահաբեկչությանը նպաստելու եւ իշխանությունը յուրացնելու հոդվածների տարրեր։ Գործադիրն անդրադարձել է նաեւ խափանման միջոցների վերաբերյալ հարցադրումներին, հայտնելով, թե դատարանը ժամանակի ընթացքում խիստ որոշումներն ավելի մեղմ խափանման միջոցներով է փոխարինել։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Ուժեղ դեմպոս եկավ, շատ ուժեղ եւ որտես բաներ չէի լսել կյանքումս։ Երևանում մեկը մյուսին հաջորդած արյունալի կրակոցներ են հնչում, ինչու չի հաջողվում դրանք կանխել։ Համեր, համել հոտ կար, մի ձևի հոտ ուներ այդ ջուրը։ Յուրեղավանցիները կրկին Աղիքային վարակով հիվանդանոց են ընկել։ Պատասխանատուները միայն շտապում են իրենց կապը հերքել։ Միացյալ Նահանգներն ու Իրանը 9-րդ օրն է փոխադարձ հարվածներ են հասցնում, նավթի գներն աճել են։ Հիմա անդրադառնանք Երևանում վերջին օրերի արյունալի դեպքերին։ 2 օր առաջ Մուրացյան փողոցում հնչած կրակոցներից 20-ամյա երիտասարդ սպանվեց։ Դրանից մի քանի օր առաջ Վաղարշյանի բնակիչները օրը ցերեկով կրակոցների ականատես եղան։ Զենքի անարգել գործադրմամբ քրեական պատմությունները վերջին օրերին հաջորդում են մեկը մյուսին, ինչ են անում իրավապահները։ Ուժեղ դեմպոս եկավ, շատ ուժեղ եւ որտես բաներ չէի լսել կյանքումս։ Մի 9 անգամ կրակոց։ Այս տարեց կնոջ պատուհանի տակ ավելի քան 30 կրակոց է հնչել։ Աղմուկից հետո պատուհանից է տեսել, թե ինչպես են գետնին ընկած տղամարդուն պատգարակի վրա դնում, ծածկում դեմքն ու տեղափոխում շտապօգնության մեքենա։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 18-ին ժամը 21:30-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Մուրացյան փողոցում։ Այդ ընկածը ավտոյի հենց կողքն էր, այն լուկի մոտ է։ Ավտոն որ շարժվեց, նոր հետո տեսանք, հետո շտապօգնությունը եկավ, ընկած մարդուն վերջում տարան, որ արդեն այդ ավարտած իրանց ամեն ինչը, հենց իմ պատուհանի տակից էլ սկորից կանգնեց, սև բանով ցեպով քաշեցին ու տես դրեցին տարան։ Էդի մահացածներ, շատ ցավալի, բայց ջահել էին, լավ չեղավ էլի։ Անբացատրելի վախն էր։ Եվ այդքան եկա միտքից զայրեն չանցա, որ այսպեսի բամը գլահոս։ Այդքան վախցերեմ չեմ կարա ասել։ Հետո որ խոսում էին դղաներ բարձր ցայնով մեր պատուհանինքով, որ դղամը մերավ։ Տարածքի բնակիչները մատնացույց անելով ճանապարհին փակցված վահե 20 գրությամբ սքոր ժապավենն ասում էին, որ զոհվածը նա է 20-ամյա տղան։ Դեպքի վայրից մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաև 15-ամյա մի պատանի։ Քննչական կոմիտեից Ազատությանը փոխանցեցին 1 անձ ձերբակալվել է։ Արդյոք նա էր կրակոցներ արձակել, կոմիտեից չմանրամասնեցին։ Նույն օրը դեպքի վայր հասած ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գրել էր՝ միջադեպի ժամանակ մարտական 2 նռնակ է գործադրվել, որոնցից մեկը պայթել է, մյուսը ոչ։ Նռնակի մասին տարեց այս կինն էլ է լսել։ Դե հետո ինձ էլ ասին տնից դուրս արի, ասին ընդ ինչ-որ բան ենք այդ պատվալը անել իրանց մոտ է, որ հանգած չպայթի։ Դες դուրս եկա փողոցում կայնացով ինչ խոսում էր էդ էի լսում, ուրիշ ոչ մի բան։ Արյունալի այս դեպքից ընդամենը մի քանի օր առաջ հուլիսի 12-ին Վարդավառի օրը կրակոցներ են հնչել նաև Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ատրճանակով զինված տղամարդը մտնում բակ, մոտենում մի տղամարդու, հարցնում դու ով ես ու կրակում ոտքին։ Տուժածի հարազատը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, Ազատությանը պատմեց, որ այդ օրը հայր ու որդի մեքենան տարել էին այդ բակում գտնվող ավտոլվացման կետ։ Զինված տղամարդը ըստ նրա հայտնվել է բակում։ Մի քանի երիտասարդների անուններ հնչեցրել ու նրանց փնտրել։ Կարող եք մարդիկ շենքերում են ապրում, ես չգիտեմ։ Ինքը որի չէ անուններ ա կորացել կամերաների մեջ չի երևում ում անուններն ա կորացել։ Մեր զրուցակցի խոսքով իր հարազատը անծանոթ տղամարդուն միայն հորդորել է զենքն իջեցնել, քանի որ բակում երեխաներ են խաղում։ Դրանից հետո ըստ նրա զինված տղամարդը կրակել է նրա ոտքին։ Տեսնելով դա, տուժածի որդին նստել է մեքենայի ղեկին եւ վրաերթի ենթարկել կրակողին, այդպես փորձելով նրան զինաթափել, պատմում է տուժածի հարազատը։ Տղան տենում է, որ իր հայրը անկած է, մեքենայի մեջ նստում է, այս կրակողը տղայի վրան է կրակում, 5-6 փամփշտ կրակում է։ Մեքենայով հետ է տալիս, հայրը տեսնում է, որ իր երեխայի կրակում են, այդ վիրավոր ոտով հետ է վազում ու բռնում է, որ այդ զենքը վերցնեն տեղից։ Վերցնում են այդ պահին, այդ դուր վերցնում են, այդ ընկածին խփում են 2-3 անգամ, հետո զենքը տեղից չգիտեմ ով է վերցնում, այնտեղ երևում է։ Վերցնում
են, հետո շտապօգնություն է գալի։ Ազատության տեղեկություններով դրանից հետո զինված տղամարդը փախուստի է դիմել եւ իրավապահները դեռ չեն հայտնաբերել նրան։ Քննչական կոմիտեից ազատությանն ասացին, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 մարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, սպանության փորձի, խուլիգանության հոդվածներով։ Կրակոցներ արձակած անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում, սակայն նա դեռ չի հայտնաբերվել։ Քննչականից ասում են, հետախուզում չի էլ հայտարարվել, այս փուլում միայն ձերբակալման որոշում է կայացվել։ Վրա երթարած վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել են տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը, իսկ տուժած տղամարդը ձերբակալվել է։ Այս պահին հիվանդանոցից իրան տանում են, ես չգիտեմ ուր են տանում։ Վիրավոր ոտով, ոտի ոսկորը, փոքր ոսկորը չկա, ինչ անեն մեռնեն, որ այդ ժամանակ ինչ որ մի բան լիներ, պետք է կանգնեին սպասեին, այդքան փամփուշտը գրակվի։ Ամեն մարդիկ է, իրանք էլ վնասազերծել են, զենք ուզեցել են, ձերից վերցնել։ Կանգնեն նայեն ոնց են գրակում։ 3 կեսգիշերին ոստիկանական ուժեղացված ծառայություն էր Երևանում, լրատվամիջոցներն էին ֆիքսել ոստիկանական բազմաթիվ մեքենաներ։ Արդյոք այս դեպքից հետո են ոստիկանները որոշել ուժեղացված ռեյդ անել։ Ներքին գործերի նախարարությունից ասացին ոչ ոստիկանական հերթական ուժեղ հսկողություններ դա։ Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն այս ռեյդերը ցուցադրական է համարում եւ ուշացած։ Ասում է, քանի դեռ կրիմինալն իր ծոծրակին չի զգում վախը, որ իրավապահների ուշադրության տակ են, շարժի դեպքում միանգամից կիդենտիֆիկացվեն, ձեռքի տակ ունեցած զենքերով միշտ էլ փողոց են դուրս գալու։ Պետք է լինի գործակալական ներթափածում Հայաստանի Հանրապետությունում գնալով կազմակերպված բնույթ ստացող հանցաշխարհ միջավայր։ Քրեական հետախուզության ստորաբաժանումները կադրային ռեֆորմի անհրաժեշտություն ունեն։ Վախի մթնոլորտը կրիմինալը վախենա ուժային կառույցների ֆիզիկական ներկայացումից անգամ ժամանակ կզգացվի։ Նախորդ ամիս էլ կենցաղային վեճներ վերածվել կրակոցների 4 մարդ վիրավորվել էր, ձերբակալվել էր միայն մեկը։ Ամիսներ առաջ էլ Աչափնյակում էր արյունալի հրաձգություն տեղի ունեցել։ Հերթական այս կրակոցներից հետո ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր 2025-ին Հայաստանում հանցագործությունների եւ հարուցված վարույթների թիվը նախորդ տարվա համեմատ 3.2%-ով նվազել է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով վերջին 5 տարիներին Հայաստանում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 75%-ով, իսկ հրազենի կիրառմամբ կատարված դեպքերի թիվը 83%-ով։ Նախկին փոխոստիկանապետն էլ շեշտում է, պատժի անխուսափելիությունն է կրիմինալին փողոցանում։ Այս ընթացքում ոտքից վիրավորում ստացած տղամարդու հարազատն էլ տարակուսած է, ինչպես օրը ցերեկով փորձանքի մեջ ընկան իր հարազատն ու նրա որդին, բայց վերջում հենց նրանք հայտնվեցին ոստիկանությունում, իսկ կրակողը դեռ հետախուզվում է, չկա։ Յուրեղավանում էլ աղիքային վարակի դեմն առնել չի լինում։ Այստեղ կրկին բռնկում է, բայց դեռ նախորդի պատճառները հայտնի չեն։ Ավելին, մինչև հիմա պատասխանատուն հայտնի չէ։ Ու մինչ տարաբնույթ փորձաքննություններ են արվում, դրանց արդյունքներին սպասում, դեպքերը կրկնվում են եւ բնակիչները, հիմնականում երեխաներ, կրկին ընկնում են հիվանդանոց։ Մեռած է երեկանբող, աղետների ցավում սիրտս խառնում, րոպե մեկ վասում ասելն էլ ամոթա, րոպե մեկ վասում ես զուգարան, ջրի նման սենց եթոմա, չես իմանում ինչ անես։ Բյուրեղավանցի այս կինն այսօր համարձակվել էր տնից դուրս գալ կարճ ժամանակով, հույսով, որ աղիները հանդարտվել են։ Փողոցում ու մոտեցանք շտապում են, կամ թունավորված են, կամ թունավորված տնեցներ ունեն։ Բա ինչ ենք արել, ամբողջ ընտանիքով։ Ես ինքս անձամբ առաջինը, ես վատ վիճակի եմ։ Բյուրեղավանում օրեկան քանի շտապօգնություն է ձեն հանիլով քնում, ինչի համար հիվանդատան չէ, թունավորված մարդ է տանում։ Սուտ ասում ջրից չի, խիչի ջիբա լող մի անգամից թունավորվեցին ուրիշ բանից։ Նորից ջուրն է, կասկած չունեն բյուրեղավանցիները։ Համն էր, համել հոտ կար, մի ձևի հոտ ուներ այդ ջուրը։ Ապրիլին այս համայնքում նորից աղիքային վարակ էր բռնկվել, սա պաշտոնապես երկրորդ դեպքն է կարճ ժամանակում։ Դաժե երրորդ։ Հինգշաբթի երեկոյից Բյուրեղավանի պոլիկլինիկան ու Աբովյանի հիվանդանոցն սկսեցին կանչեր ստանալ։ Լուծ փսխումներ, ջերմություն, սիմպտոմներով հերթապահ մանկաբույժը ընդունել է, հաջորդ օրը առավոտյան ամսի 17-ին արդեն սկսվել է հոսք։ Հիվանդները հիմնականում Բյուրեղավան համայնքից են, մի քանի հոգի Արզնից ու Նուրնուսից, մեկն Աբովյանից, որ հյուր էր գնացել տատիկին Բյուրեղավան։ Ջրից շատ ահավոր ժանգահամ էր գալիս, որ խմեցի։ 13-ամյա Եվան է տատիկի տանը ջուր խմել, որ ասում է թանի գույն
տարին ուներ, վատացել ու հիվանդանոց է ընկել։ Բուժկենտրոնում հիմնականում երեխաներ են, կան ընտանիքներ, որ ապրիլին թունավորվել էին ու հիմա էլի այստեղ են կաթիլայինի տակ։ Ընտանիքով մենք ապրիլին ենք էլի վարակվել, ես տան պայմաններում ես կարողացել եմ բուժել։ Այս անգամ դաժե կարամ ասեմ 10 օր ա, որ ես կռանդից ջուր եմ օգտագործում։ Մինչև այս մենք միշտ առել ենք, գնել ենք, ինչքան կարանք ասենք գնենք էլի մենք խանութից։ 10 օրվա մեջ նորից հայտնվել ենք այս վիճակի մեջ։ Հիվանդներից ամենատարեցը 70-ամյա կինն է, որ ճնշումը կարգավորելու համար դեղ է խմել ծորակից հոսող հեղուկով ու կեսօրից հետո ընդհանրապես վիճակ չկար, վեր շատ վատ էի։ Աշկերտից դեմը սևանում էր, չէի կարող շնչել, բերանով էի շնչում։ Լրիվ ջրից է, ինչից է։ Ապրիլին էլ նույն վիճակում էին դուստրը, որդին, հարսը։ Շատ մարդ ոտի վրա տարել, շատ քչերը, որ ասենք դիմել են հիվանդանոց։ Ինչու են մեզ անընդհատ թունավորում ջրով, բյուրեղավանցիները զայրացած են, առանց այդ էլ օրական մի քանի ժամ են ջուր ունենում, ինչքան կարող են խանութներից շշերով ջուր կրել։ Եթե պետք է կռանդը գա չօգտվենք, ավելավա չգա։ Ոչ նորմալ ջրամատակարարում ունենք, հետն էլ տալիս են թունավորված ջուր։ Մենք անասուն չենք, ես իրանց հենց այդ ձևով ասում եմ։ Բյուրեղավանցի Մարինե Զուռնաչյանը համայնքի այլ բնակիչների հետ Վեոլիա ջրի գրասենյակ են գնացել, այնտեղ ասել են ջուրը չի, սննդից եք թունավորվել։ Ասում եմ դուք ինչ մտածում եք, երեք մենք խնջույքի ենք, բոլորս նույն կերակուրը կերանք թունավորվեցինք, ինչ եք դուք ձեր աթոռից ենկո մեր հետ խոսում, ինչ սննդային թունավորում, ինչ ենք կերել, որ թունավորվել ենք։ Թե ապրիլի աղիքային վարակի բռնկման ժամանակ ու թե հիմա Վեոլիա ջուրը հայտարարում է խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել, պարբերաբար նմուշարումներ են կանում։ Իսկ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնից քիչ առաջ հայտնեցին լաբորատոր հետազոտության արդյունքներով ջրի 14 նմուշարման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։ Բուժառուներից 13 կենսաբանական նմուշ են վերցրել, բայց դրանց հետազոտությունը դեռ ընթացքում է։ Ջրի որակի շեղում այնուամենայնիվ արձանագրել են։ Իդեպ ապրիլին նույնպես կենտրոնը շեղումներ էր արձանագրել, կոլիֆորմ մանրեներ, սա հիմնականում տեղի է ունենում այն ժամանակ, երբ խմելու ջրին խառնվում է կոյուղին։ Դեռ ապրիլին հարուցվել էր քրեական գործ, այսօր քննչական կոմիտեից տեղեկացանք, նշանակվել է փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չկա։ Առաջինի դեպքը դեռ բացահայտված չի ու պատասխանատվության ենթարկվածներ չկան։ Երկրորդ անգամն էլ էլի պետք է սա ծածկը դմփոցար փակվի գնա։ Վեոլիա ջուրը չի ընդունում, որ ջրից է։ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման մասնագետները ստուգում են անում միայն բնակիչների թունավորման տառապանքներից հետո։ Ով կպաշտպանի մեզ, հարցնում են բյուրեղավանցիները։ Իդեպ այս մի բռնկման մասով Վեոլիան մի նոր շեշտադրում է անում։ Խմելու ջրի որակի նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ոչ միայն Վեոլիա ջուր փակbaşնետիրական ընկերությունը։ Օրենքով սահմանված կարգով այն մշտապես վերահսկվում է նաև պետական իրավասու մարմինների կողմից, որոնք իրականացնում են անկախ վերահսկողություն եւ վարձանակում են ցանկացած խախտում։ Պետական մարմինները, որ ապրիլյան վարակից հետո պիտի որ զգոն լինեին, ինչ են արել, քննչականը քննում է գործը, մեղավորներ չկան դեռ, հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնը մոնիտորինգ է անում, իսկ առողջապահական տեսչությունը վերահսկում, թե խմելու ջրի նորմերը որքանով են համապատասխանում։ Այդ վերահսկողությունն իրականացնում է ըստ տարեկան պլանի կամ ահազանգերի։ Տաք ջուրը, որ եկել է ամանները կեղտոտ, որ պետքա լվանաս, մեզի հոտ է եկել։ Ծորակից հոսող ջուրը ոչ միայն Վեոլիայի, այլև մի շարք պետական օղակների աչալուրջ հայացքի ներքո պիտի լինի, բայց չգիտես ինչու մարդկանց մատակարարվող հեղուկը կոյուղու հոտ ունի, խմում ու ոչ թե հագենում, այլ մի կերպ շտապօգնություն ես զանգում։ Միջազգային երկու լուր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոր հարվածներ է հասցրել մերձավոր արևելքում գտնվող Միացյալ Նահանգների ռազմական օբյեկտներին։ Անցած գիշեր իրանական քաղաքների վրա Միացյալ Նահանգների հերթական ռմբակոծություններից հետո նախագահ Թրամփը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգների վերջին հարվածները ներողություն պատասխանն են անցած օրերին տարածաշրջանում զոհված 3 ամերիկացի զինծառայողների հիշատակին։ Չնայած 9 օր շարունակվող ռազմական գործողություններին Իրանը միջնորդներից առաջարկներ է ստացել Միացյալ Նահանգների հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, հայտարարել է արտգործնախարարության ներկայացուցիչը։ Նա միաժամանակ նշել է, որ դիվանագիտական ջանքերին զուգահեռ Թեհրանը կշարունակի վճռականորեն պաշտպանել ինքն իրեն։ Ամերիկյան կողմը ևս 3 հայտարարել է, թե պատրաստ է բանակցությունների առայժմ, սակայն կողմերը դիվանագիտական ջանքերի մասին չեն հայտնել։ Մինչ այդ Միացյալ Նահանգներում բենզինի գներն այսօր կրկին հատել են 1 գալոնի համար $4 սահմանը։ Այդ շեմից գներն իջել էին հունիսին, երբ Միացյալ Նահանգներն ու Իրանը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։
Սևծովով եգիպտացորեն տեղափոխող նավի վրա ռուսական հրթիռային հարվածից զոհերի թիվը հասել է 10-ի, հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։ Սա ամենամահացու հարձակումներ անցած շաբաթներին այս տարածաշրջանում թեժացող բռնությունների շարքում, թե Մոսկվան, թե Կիևը փորձում են ամրապնդել վերահսկողությունը Սևծովում, որով նավագնացությունը էապես խաթարվել էր։ 2022-ին Ռուսաստանի սկսած պատերազմի մեկնարկին, ապա վերականգնվել հացահատիկի ոլորտում համաշխարհային մատակարարումները երաշխավորելու միջնորդական ջանքերի շնորհիվ։ Զուգահեռ ուկրաինական ուժերը շարունակել են հարվածել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին, այդ թվում նավթատարներին։ Մեկ շաբաթյա երևանյան կինոտոնը ավարտվեց։ Տեսնենք Ոսկե Ծիրանի մրցանակները ովքեր տարան և ովքեր ավելացրին հայաստանցիների պարգևները։ Ծիրանները բաժանված են, պոետիկ կինոշաբաթն ավարտված։ 23-րդ Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնն արդարացրեց իր «Be a poem» եղիր պոեմ կարգախոսը, կինոն ներկայացնելով որպես կյանքի պոեզիա։ Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը Ոսկե Ծիրանը շնորհվեց հոսանքներին։ Մելագրոս Մոմենթալերի տեսողական ու ձայնային մինիմալիզմով աչքի ընկնող ֆիլմը դրամատիկ պատմություն է մարդկային փոխհարաբերությունների խորքային հոսանքների, ընտանեկան կապերի ու կորստի ցավի մասին։ Այս անվանակարգի արծաթե Ծիրանը ստացավ իրանական անցյալ ապառնի շարունակական ֆիլմը։ Հարուստ էսթետիկ ու վավերագրական տարրերով Իրանի պատմական անցուդարձն ուսումնասիրում է անհատի հիշողությունների պրիզմայով։ Ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացած Լոնդոնը անդրադառնում է օտարության ու մեծ քաղաքում սեփական տեղը գտնելու հուսահատ փորձերին։ Hast du Familie? Նե։ Դուք տեսնում եք իմ քայլերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ պատերազմ է իմ ներսում։ Իրանցի ռեժիսոր Ամիր Ազիզիի «Ամիրի հոգում» սոցիալական դրաման նվաճեց տարածաշրջանային մրցույթ անվանակարգի ոսկին։ Երևանից 2 մրցանակ հարևան Վրաստան տարավ Ալեքսանդրե Քոբերիձեն իր պոետիկ «Չորացած տերևով»։ Նախ արծաթե Ծիրան, ապա նաև կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի FIPRES-ի մրցանակ։ Կարճամետրաժ ֆիլմերի կորիզ մրցույթում Ոսկե Ծիրանը շնորհվեց Սերուժ Հովսեփյանի «Մենավոր երկխոսություններ» ֆիլմին։ Շնորհակալ եմ ամբողջ սիրելի մարդկանց ամեն բանկում։ Ֆրանսահայ ռեժիսորի այս աշխատանքը մարդու ինքն իր հետ բարդ հարաբերությունների, մտորումների ու սեփական եսի փնտրտուքների շուրջ է։ Ուրիշների վիշտը սգալու համար մարդ վարձելու հին ավանդույթի մասին էր երիտասարդ ռեժիսոր Օվսաննա Գևորքյանի ֆիլմը։ Վարձու սգավորներում ցավի կեղծ ու իրական սահմաններն են էկրան բարձրանում։ Այս ֆիլմը կորիզի արծաթե Ծիրանին արժանացավ։ Վարպետ մրցանակը հանձնել Սև Օհանյանին։ Իսկ մեկ քիչ հայերեն խոսեմ, մեկ քիչ անգլերեն։ Ամերիկահայ հայտնի կինոպրոդյուսեր եւ սցենարիստ Սև Օհանյանն է, վարպետ հատուկ մրցանակն իր հետ Հոլիվուդ կտանի։ Այս տարի Ռայան Քուգլերի 4 Օսկար նվաճած, ինչպես նաև Ոսկե Գլոբուսի արժանացած մեղսավորները հայազգի պրոդյուսերի կարիերայի գագաթնակետն էր։ Միակ պատճառը, որ ես կինոռեժիսոր եմ, այն է, որ ես հայ եմ։ Եվ այս մրցանակը ստանում եմ այսօր Հայաստանում, իմ համար ավելի շատ արժեք ունի։ Փառատոնը եզրափակվեց Գոթֆրի Ռեջոյի սյուրռեալիստական «Շուկով ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ ու խոստումներով։ Հաջորդ տարի ավելի ընդլայնել համաշխարհային պրեմիերաների աշխարհագրությունը, այլևս պաշտոնապես A դասի կարգավիճակով աշխարհի 50 լավագույն փառատոնների շարքին դասված Ոսկե Ծիրանը արդեն 24-րդ անգամ կինոտոն կպարգևի մայրաքաղաքին։ Դե ինչ, երեկ ավարտվեց նաև ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Աշխարհի չեմպիոն դարձած Իսպանիան կրկնեց 16 տարի առաջ արձանագրած իր հաջողությունը։ Մարզադաշտը նրանցն էր ու նաև Թրամփինը, հյուրընկալող երկրի նախագահը անմասն չուզեց մնալ ֆուտբոլային գլխավոր իրադարձությունից։ Մեկ ամսից ավելի տևած ու 3 եզրափակված ֆուտբոլային մրցաշարի ամենավառ պահերն ենք առանձնացրել։ 48 թիմ, 104 խաղ, 308 գոլ։ Ամենամասշտաբայինը, ամենաերկարն ու ամենառեկորդայինը 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ավարտվեց։
16 տարի անց Իսպանիան կրկին դարձավ աշխարհի չեմպիոն։ Լրացուցիչ ժամանակում Արգենտինային խփած միակ գոլը Եվրոպայի չեմպիոն Իսպանիային արդեն աշխարհի գավաթակիր դարձրեց, երկրորդ անգամ պատմության մեջ։ Պարգևատրման արարողության գլխավոր աստղը նաև մրցաշարը հյուրընկալող երկրի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դարձավ։ FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ինչ-որ պահի նույնիսկ ստիպված եղավ նրան հեռու տանել, որ իսպանացիները կարողանան իրենց հաղթանակը նշել առանց նրա ներկայության։ Իդեպ այս զույգը այս առաջնության ընթացքում արդեն հասցրել էր սկանդալի կենտրոնում հայտնվել, երբ Թրամփը զանգել ու խնդրել էր Ջանի Ինֆանտինոին Բելգիայի հետ խաղից առաջ չեղարկել Միացյալ Նահանգների հավաքականի հարձակվող Պոլարին Բալոգանի կարմիր քարտը։ Կարմիր քարտը չեղարկվել էր։ ԱՄՆ Բելգիա խաղում Բելգիան հաղթեց, իսկ բելգիացի ֆուտբոլիստները հանդերձարանում պարեցին Թրամփի հայտնի պարը։ Իդեպ սա նաև առաջնություն էր, որը փոխեց ֆուտբոլն ու ֆուտբոլային 100-ամյա ավանդույթները։ Առաջին անգամ աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը կազմակերպվեց Սուպերբոլի ձևաչափով մեծ երաժշտական շոու Շակիրայի, Մադոննայի եւ այլ համաշխարհային աստղերի մասնակցությամբ։ Դրա պատճառով ընդմիջումը սովորական 15 րոպեի փոխարեն տևեց մոտ 25 րոպե։ Նորամուծությունը, սակայն, երկրպագուները միանշանակ չընդունեցին։ 2026 թվականի աշխարհի առաջնությունը հավանաբար վերջինը դարձավ նաև համաշխարհային ֆուտբոլի երկու մեծ աստղերի Լիոնել Մեսսիի եւ Քրիշտիանո Ռոնալդուի համար։ Իսկ մրցաշարի ամենագեղեցիկ պատմություններից մեկը Կապո Վերդեի սխրանքն էր։ Փոքրիկ կղզի պետության հավաքականը հասավ փլեյ-օֆ եւ դարձավ աշխարհի առաջնության ամենատպավորիչ հաջողության պատմությունը։ Այսքանը այս եթերաժամի համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է սոցցանցերի մեր էջերում նույնպես հետևեք հաջողություն։